Դե ինձ սիրելի հեռուստադիտող վերադարձանք գովազդից եւ մեր տաղավարում է մեր այսօրվա առաջին հյուրը եւ այսօր խոսել ենք մի շատ կարեւոր թեմայից։ Վերջին շրջանում իրար հետևից տեղի ունեցան հանրապետության տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում միջադեպեր դեռահասների ու երիտասարդների մասնակցությամբ։ Եղան զոհեր, որոնք ինչպես ասում են, տարրական անհուրժողականության կամ սոցիալական այլ դրսևորումների պատճառներով էին։ Մեր տաղավարում է հոգեբան Մարիամ Մերհաբյանը, փորձենք հասկանալ, թե որտեղից այս ագրեսիան հատկապես երիտասարդների ու դեռահասների շրջանում եւ ինչպես կարող է հասարակությունը պայքարել դրա դեմ։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս։ Մենք դες բարբերաբար հյուրընկալում ենք մեր տաղավարում։ Շատ ինֆորմատիվ ու իսկապես օգտակար խորհուրդներ լսում։ Այս թեման իրականում շատ ցավալի էր, հատկապես լրահոսում ցենց բարբերաբար հայտնվում էր ու մեր հոգեբանության վրա էլ մեր հոգեբանությունն էլ ցենց անմասն չէր մնում այս ամեն ինչին։ Հետաքրքիր է ինչով է սա պայմանավորված, եթե ունի հոգեբանական ինչ-որ բացատրություն։ Իրականում պատճառները պատճառագիտական շղթան սոցիալ հոգեբանական է, միայն հոգեբանական չէ, քանի որ դեռահասությունը հենց այն տարիքն է, որտեղ կարելի է նման վիճակագրություն, կարելի են իհարկե ճակերտների մեջ, քանի որ դեռահասության տարբեր դժվարություններ ինքնահաստատման process-ում երեխային թույլ է տալիս ունենալ ագրեսիա եւ դրա թիվ 1 պատճառը դեռևս ընտանիքներում ագրեսիայի հանդեպ ոչ ճիշտ մոտեցումն է։ Քանի որ ագրեսիան ինքը ընդօրինակմամբ է տարածվում։ Եթե որևէ միտեղ ընտանիքում ագրեսիան դեռ պահպանում է որպես ուժի ցուցիչ, բնականաբար նման միջադեպերը չեն դադարելու լինել։ Ընտանիքը ֆիքսեցինք եւ երկրորդ կետում անդրադառնանք երեխայի, այն էլ դեռահասի համար շատ կարեւոր միջավայրին, դպրոց, բայց դրան ավելացնենք այն ավելի փոքր նեղ միջավայրը, որը բակային համակարգն է կամ նրա հասակակիցների շրջանն է։ Այստեղ իհարկե շատ մեծ դեր ունեն, թե դեռահասները ինչպիսի սոցիալական հարթակ ունեն, այսինքն ինչպիսի հաղորդումների են հետևում, ինչպիսի ֆիլմեր են նայում, կամ ովքեր են դեռահասների համար հեղինակություն հանդես եկող մարդիկ։ Նրանց լեզվով ասած, շատ հաճախ նրանց համար crush դառնում է այն մարդը, ով հաճախ ագրեսիայով է հարց լուծում։ Միայն գեղեցիկի եւ այլնի մասին չէ խոսքը, այլ ուժի մասին է խոսքը։ Բայց եկեք եթերը միայն վերլուծության համար չկիրառենք, այլև կանխարգելման համար կիրառենք, որ մեծերին ուղված հաղորդագրությունը այն կլինի, որ շատ հաճախ երեխաներին պետք է բացատրել եւ օրինակ ծառայել, որ ուժը դա խելքի ինտելեկտի, որտեղ շատ հաճախ ինտելեկտը պետք է լինում բացել, այն կարևորագույն գործոնն է, որտեղ որ խնդիրների լուծման համար պետք է օգտագործվի տրամաբանությունը, ապա նոր ուժի կիրառումը, որովհետև մեզ մոտ մի փոքր բանաձևը այլ է, քեզ կխփեն դու խփի, քեզ կվիրավորեն այնպես արա, որ նա ընդմիշտ լռի, որովհետև դաստիարակության մեջ շատ հաճախ մենք լսում ենք, որ ընտանիքում, եթե սրանից շատ տարիներ առաջ դեռևս հայրերին էր դա վերապահված, քարով կխփեն, քարը խփի, 90-ականներից այսքան վիճակագրությունը մայր ծնողների դաստիարակության ոճի մեջ էլ է շատ ագրեսիա ավելացրել, որովհետև հո իմ տղան չի գնալու կորի, հո ուրիշի հարիվը չէ արտահայտությունները, բերում են նրան, որ երկուստեք ծնողները երեխային սովորեցնում են ագրեսիա, բնականաբար սա իր կուլմինացիան ունենալու էր։ Եվ 2 տարի առաջ ես մի հարցազրույց ունեմ, որը որ այսօրվա հարցի ամբողջական պատասխանն է։ Եթե մենք չշարունակենք ուժը եւ ագրեսիան նույնացնել, եթե մենք շարունակենք ուժը եւ ագրեսիան նույնացնել, ապա ունենալու ենք ասոցիալ վարքի շրջանակներում աճ։ Իսկ ասոցիալ վարքը ուրիշին կյանքից զրկելն է, ուրիշին ընդհուպ մինչև հաշմանդամության հասցնելն է։ Շատ հաճախ եմ դեռահասների խոսույթի եւ բառամթերքի մեջ լսում, որ այնպես կանեմ անունդ կմոռանաս, այնպես կանեմ սայլակին գանված կմնաս, այնպես կանեմ կմոռանաս որտեղից ես դու եւ այլն։ Երևի թե եթերից նման բառամթերքը էլ ավել չտարածեմ, զուտ որպես օրինակ բերեմ, ինչպես են շատ հաճախ նրանք խոսում։ Եվ սա 12-ից 14 տարեկանի շեմ այսօր մեծացել է վիճակագրությամբ 11-ից մինչև 17 տարեկանը վիճակագրությունը, եկեք փաստենք մեր վիճակագրությունն է 20 տարվա, այսինքն որևէ
Հայաստանում գործող հոգեբանական ծառայությունների արդյունքում ձեռք բերված։ Շեմը իսկապես մեծացել է, որովհետև ոչ թե մեծացել է, որ ագրեսիան է սկսել օդակաթիլային ճանապարհով տարածվել, ոչ, շեմը մեծացել է, որտեղ կանխարգելման որևէ միջոցառում իր ճիշտ ճանապարհով չի գնում, որը կլիներ ճիշտը, որը չի արվում, որ երբ որ մասնագիտական վերլուծությունը կա սեղանին դրված է, դա պետք է վերածվի գործողության, բայց շատ հաճախ դա ուղղակի խելացի զրույցից այն կողմ չի գնում։ Բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում, տեսեք, եթե խոսում ենք դեռահասների մասին, հիմա շատ հեռուստասերիալներ են հասանելի, ես հիշում եմ, որ Էյֆորիա հեռուստասերիալը Netflix-ի, այնտեղ արգելված տարբեր նյութերի օգտագործումն է ներկայացվում եւ դրա հետևանքները եւ մեծ աղմուկ բարձրացավ, որ շատ էսթետիկ կերպով այդ ամեն ինչը ներկայացվում եւ դեռահասի համար գայթակղիչ տեսքով է ներկայացվում այդ ամեն ինչը եւ գուցե այդ գունային ձևավորում, այդ ամեն ինչը շատ այսպես վիզուալ առումով գրավիչ է, այլ պետք է հակառակը ներկայացվի եւ մյուս սեզոնի դեպքում արդեն ամեն ինչ մի փոքր ավելի այլ էր։ Հիմա ինչպես անել, որ, չգիտեմ, այդ ամեն ինչից զերծ պահել, այսինքն չենք կարող արգելել այդ ամեն ինչը դիտել, բայց այդ դեպքում ինչ անել, աղմուկ բարձրացնել։ Շատ կարևոր հարց է, սիրելի Զառա, բայց խնդիրը արգելելու մեջ չէ, արգելելու մեջ նույնպես ագրեսիա կա, այսինքն եթե մենք ցանկացած բան արգելում ենք, պատրաստ լինենք դրա այլ տրանսֆորմացված, ձևախեղված դրսևորումներին, չէ։ Իրականում կարելի է, որ անգամ այն ինչ որ գրավիչ ու գայթակղիչ է եւ կա կյանքում, դա ցույց տալ, բայց կա ցույց տալու հետևյալ տարբերակը, եթե նույնիսկ մենք մեծահասակներս ուղեկցում ենք, մենք պետք է ցույց տանք, որ սա կա եւ սա վտանգավոր է եւ վնասակար է, քանի որ որևէ դեպքում սա միայն մեր մշակույթի մասին չէ, հակառակը մեր մշակույթը նույնիսկ ագրեսիայի մեղմ ձևերին է տիրապետում, այն գայթակղիչ ամերիկյան եւ եկեք արտասահմանյան ընդհանուր ասած, թե երգերի, թե ֆիլմ արտադրության մեջ եղած, թե սերիալների մեջ եղած բռնությունը, ագրեսիայի ձևերը շատ ու շատ են եւ հայոյախառն են, եւ ծեծու ջարդ են եւ նույն արյունաշաղախ տեսարներն են, բայց դրա արգելելը չի կարելի, որտեղ դա կա կյանքում եւ եթե արգելված է զոհերը շատ են, այլ պետք է դեռահասին ցույց տալ, կարծում եմ սա ավելի այնքան ընտանիքը չի կարող անել, որքան դպրոցը կարող է անել։ Ես օրինակ շատ կողմ եմ դպրոցում այդ կտորների վերլուծությանը, որևէ առարկայի շրջանակն է, մենակ ունենք հասարակագիտություն առարկա, որտեղ սոցիալ-հոգեբանական հարաբերությունների մասին կա կտոր։ Այստեղ երբ նույնիսկ խոսվի բռնության, ագրեսիայի, կործանար հետևանքների մասին, որտեղ պետք է ասել, որ ուրիշին ծեծող երեխան ինքը գող եւ բավարարված չի գնում տուն, ինքը նույնպես անր ապրումներով է գնում, բայց մեր կողմից վերջին մեկ ամսում քննարկված բոլոր դեպքերում նաև կային մահվան դեպքեր եւ վստահ եղեք, որ այն երեխան, ով կյանքից զրկում է թեկուս իր թշնամուն, ինչպես ինքը կասեր, որ իմ հանդեպ նա թշնամական էր, նա շատ ծանր ապրումների մեջ է ընկնում եւ այլևս հոգեկան առողջությունը վտանգի տակ է, չասեմ, որ վնասված է։ Ուստի պետք է սոցիալական հարթակը միշտ լինի ընտրության մասին եւ միշտ լինի մեկնաբանման եւ երեխայի կողմից, որ ես գիտեմ, որ սա կա, բայց ես ընտրում եմ այս տարբերակը։ Գնանք մի հատ այսպեսի շատ կարևոր հարց։ Դուք նշեցիք, որ վերջին 20 տարիների ընթացքում կա վիճակագրություն, որ ագրեսիայի թվերը շատացել են, ավելացել են, բայց իսկապես մենք ավելի ագրեսիվ ենք դարձել, թե ուղղակի ավելի տեսանելի է հիմա, այսինքն սոցիալական մեդիայի կամ հարթակների պատճառով, որովհետև եթե չեմ սխալվում, նշեցի 20 տարի, բայց մինչև այդ կարծես թե այդ հետազոտությունները, այդ տվյալները գրեթե չեն եղել, չէ՞։ Արտաքին աշխարհում եղել է, բայց մենք զբաղված էինք էլ ավելի բարդ գործերով։ Մենք աղետ էինք հաղթահարում, մենք սով էինք հաղթահարում, շրջափակում էինք հաղթահարում եւ 2-ից 3 անգամ բավականին խոշոր պատերազմական գործողությունների միջով են կանցել։ Ես դեռահասների հանցավոր վարքի պատճառագիտության մեջ չեմ կարող անտեսել պատերազմ ապրելը, որովհետև ուղիղ 5 տարի առաջ, այսօրվա 15 տարեկան երեխան ոտնակոխ էր անում դեռահասություն, 10 տարեկան էր, եւ պատերազմը հոգեբանական գրականության մեջ
ինքը ագրեսիայի ավելացման ուղիղ կապն է։ Եվ եթե նայում ենք նրան, որ 5 տարի առաջ շատ էլ ավելի ընկճված էինք, դա եկող սերնդի համար լինելու էր ագրեսիայի պատճառ, որպեսզի հաղթահարվի ընկճվածությունը։ Սա ավելի երեխայի համար կոլեկտիվ անգիտակցականում տեղի ունեցող մի երևույթ է, միգուցե ծնողների համար շատ անտեսանելի, թե ինչ կապ ունի 5 տարի առաջ պատերազմ իմ երեխայի այսօրվա ագրեսիայի հետ, կապը կա, կորելացիան կա, բայց այսօր եւ հիմա հաղթահարելու համար շատ կարեւոր է, որպեսզի թե տղա եւ թե աղջիկ, տեսեք, այս բալանսը պետք է պահել, որտեղ նա բոլորը կկենտրոնան, որ ագրեսիվ են տղաները։ Տղաները ոչ։ Ոչ, բնավ ոչ, աղջիկների ագրեսիան էլ ավելի այլ դրսևորումներ է ունենում եւ դա ավելի թաքուն կերպ է լինում եւ ավելի վնասակար բնականաբար։ Ուստի չմոռանանք ով է դեռահասը։ Մի գեղեցիկ տարիքում ապրող մեկը, ում հույզերի փոթորիկը մեզ համար շատ հաճախ լինում է անտանելի։ Եվ անհասկանալի։ Եվ անհասկանալի եւ հեռու։ Բայց երբ որ ես իմ ամենա ոսկի բանալիներով կկիսվեմ ամբողջ ուրեմն աշխարհի համար, ովքեր մեզ նայում են, շատ ծնողների այս մեթոդը օգնել։ Եթե երեխան ձեզ համար անցանկալի, ագրեսիվ, որևէ գործունեության մեջ է, վերցնենք օրինակ ծեծ ու ջարդ խաղերը, այդպես են ասում ծնողները, ախր ոնց է այդ խաղերը խաղում, իրար սպանում են, ջարդում են, հասկացանք։ Ձեզ համար անընդունելի է, բայց երեխան արդեն վերցրել է ձեռքը, նա խաղի մեջ է։ Խաղը բեռնեք ձեր հեռախոսի մեջ, կամ եթե տան հեռուստացույցով է, անպայման ոչ թե բավարարվեք, որ ընկերոջն է կանչել եւ խաղում է եւ դուք նրանից 2 ժամ ազատվել եք եւ երրորդ ժամը պարտադիր կգաք եւ կքննադատեք, սա օգուտ չունի։ Միացեք այդ խաղին, խաղացեք, փորձեք հասկանալ, ոչ թե ի սկզբանե արգելում եք, այսպես մենք մոտենում ենք դեռահասին, դեռահասը արդեն մերն է։ Դրանից հետո օրինակ արդեն առաջարկում ենք այն ընդունելի գործունեության ձևերը, որը որ ասում եք դե գոնե սպորտով զբաղվի, գոնե չգիտեմ այս մի գիրքը կարդա, տես ինչքան հետաքրքիր է եւ այլն, դժվար է այսօր դեռահասին կապել գրքին։ Դուք խոսեցիք խաղերից, շատերը ասում են, հենց այդ մտածում են, որ այդ խաղերը իրականում օգնում են, քանի որ նրանք պատճառաբանում են այսպես, ասում են, իմ երեխան իր ագրեսիան այդպես է արտահայտում եւ հանում է այդտեղից, որ կյանքում արտահայտում թե ամրապնդում։ Ես հենց այդ հարցն եմ ուզում տամ, արդյոք դա այդ ագրեսիան դուրս է գալիս այդ խաղը խաղալուց, թե հակառակը։ Ագրեսիան միայն դուրս է գալիս այդ տարիքում սպորտի, ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով, որովհետև հորմոնալ դիսբալանսը նաև ագրեսիայի մասին է։ Ագրեսիան մի դրսից արտաքին օտար մի բան չէ, որ կպցնում է երեխան իր գլխին եւ սկսում է այդպես շարժվել, չէ, ներքին process է եւ չմոռանանք ստիմուլ ռեակցիայի տարբերակը, այսինքն շատ ծնողների երբ խորհուրդ է տալիս տանը ունենալ բոքսի տանձիկը եւ հենց այդ լիցքաթափումը այդպես անել, իրականում սկզբում նրանց դժվար է դա պատկերացնել ոնց է լինում, հետո հայրերը հիշում են իրենց մանկության բակը կամ ինչ-որ մի դրվագ եւ անպայման դա դառնում է նաեւ փրկողակ։ Եթե խաղերը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, բայց օրինակ չեմ, սոցցանցեր այնքան հասանելի են, TikTok, Instagram, YouTube, շատ հասանելի այս ամեն ինչը ու ծնողը շատ հաճախ չի կարողանում ֆիլտրել, թե երեխան ինչ կոնտենտ է սպառում ու եթե անգամ շատ վնասակար կոնտենտ է սպառում, այն առումով, որ X բլոգերը ինքը ինչ որ այսպես ասած մարտահրավերներ, հա, այդ լեզվով ասած challenge-ներ է հայտարարում, դեռահասը տեսնում է, ուզում է կրկնի այդ ամեն ինչը ու երբ որ եղավ դեպք ես ինքս քննադատեցի հանրային դաշտում խոսեցի այդ մասին, այդ բլոգերը ինձ պատասխանում որ ես ասում եմ հաճախ, որ աղջիկներին չի կարելի ծեծել, այս տղայական խաղը, չէ, ոչ մեկին չի կարելի ծեծել, եկեք սա ֆիքսենք, մեր լեզվամտածողության մեջ այդ արտահայտությունը կա, որ աղջիկներին չի կարելի ծեծել, ոչ մեկին չի կարելի ծեծել, որովհետև սա շատ կարևոր թեմա է եւ ես կխնդրեմ, որ հետագայում եթերում սա քննարկենք, որտեղ մենք դեռահասների եւ մի փոքր ավելի երիտասարդ սերունդի կողմից ունենք անօգնական ծերերի հանդեպ բռնության դեպքեր։ Եթե խոսենք այդ վնասակար կոնտենտի մասին, ինչ ունենք այսօր ու ոնց փորձենք ֆիլտրել, բացատրել, հետևել, վերահսկել, ինչու ոչ։ Կարծում եմ շատ գեղեցիկ տոնայնությամբ է Զարլան առաջարկում դա անել, բայց եթե արդեն հետևում է, սա չի օգնելու։
ես նույնիսկ կարող եմ ասել դեռահասը ով սպառում է նման կոնտենտ, ծնողը ով պետք է վերահսկի այդ կոնտենտը, նրա կոնտենտը ավելի վատ վիճակում է։ Ծնողի համար հաճախ ծիծաղելի, զավեշտալի են այն դրվագները, որտեղ զավեշտ չկա, մինիմում նվազագույնը կարելի է խղճահարվել։ Այսինքն նման մարդու հանդեպ ծիծաղ, զավեշտ տարածել համար։ Հաճախ ֆիքսենք այս պահը, սիրելի ծնողներ, հաճախ այն ինչը որ ձեզ համար զավեշտալի եւ մարդու ունի մտավոր խնդիրներ, սա ագրեսիայի ծագման պատճառ է, որովհետեւ եթե ուշադիր լինեք, հաճախ ագրեսիայի զոհ են դառնում թույլ երեխաները, նրանցից թույլերը, մտավոր ուժեղ եւ ինտելեկտուալ եւ ֆիզիկապես նրանց նաեւ անհնար է ենթարկել ֆիզիկական բռնության, բայց եթե ընտանիքում էսովա ու գնում է արդեն զավեշտի ալիքը, սա ծաղրի շատ վատ ժանրն է, սարկազմի, ցինիզմի հետ համախառնուրդ է, որը որ չի կարելի, այսինքն վերահսկման համար նորից պետք է կրկնեմ, սկսում ենք ծնողներից։ Եթե ես չեմ ասում նախահարցակ, չեմ արդարացնում բռնությունը, բայց մեր իրականության մեջ երեխա դաստիարակելը կարծում եմ շատ բարդ է, այդ դեպքում ոնց բալանսը գտնել, որ օրինակ երեխան չլինի նախահարցակ, բայց ոչ զոհ դառնա, ոչ նախահարցակ լինի, ագրեսիվ լինի, այս բալանսը ոնց կարելի է պահել, բռնությամբ պատասխանելը լուծում է, որ դեպքերում է լուծում։ Ես հիմա կդասավորեմ այս խառնաշփոթը, որովհետև այո, խառնաշփոթը կա եւ անկեղծ, եթե մեր ծնողներն էլ հարցախեղ տանենք, նրանց տարիներին դպրոցներում նույնպես այդպիսի դրվագներ եղել են։ Ուրեմն այսպես, երեխան ով տղա երեխա եմ ուզում օրինակ բերել, գնում է երաժշտական դպրոց, խնամված, գեղեցիկ տղա երեխա է, ջութակով է կամ որևէ այլ երաժշտական գործիքով է, դասերը փորձում է հասցնել, ընտանիքում շատ այսպես ուշադրության է արժանանում, բակում պարտադիր կան տղաներ, որոնք ոչ այդքան խնամված են, երաժշտական որևէ կրթությամբ չեն զբաղվում, բայց ինչ որ շտանգաների եւ այլնի տարբերակում մկաններ են ավելացրել։ Սա դառնում է ի սկզբանե շատ հայտնի ֆիլմերից էլ ցավոք հայկական, որ նա ենթարկվելու է ծաղրի եւ եթե օրինակ նա փորձի նրանց տեղը դնել, սկսվելու է ծեծը, որ դու ոնց ես խոսում մեզ հետ։ Ահա։ Հիմա այն երեխայի դեպքում, ով կփորձի իրեն պաշտպանել, եթե նույնիսկ ագրեսիվ, դա պաշտպանական ագրեսիա է կոչվում։ Բայց այն դեպքում, երբ օրինակ երկուսը ուղղակի կանգնած են եւ մի հայացքի համար ամենաագրեսիվը սկսում է ծեծկրտուքը, ապա ու ծեծվում է իրականում, որովհետև կարող է երկու սպորտսմենների միջև դա լինել եւ նա իրեն արժանի դասը ստանա։ Այս դեպքում սա արդեն կործանարար ագրեսիա է, ոչ թե պաշտպանական, այլ ագրեսիա, որը որ կարող է ավարտվել լետալ ելքով, այսինքն մահվան ելքով։ Այն նշեցի կանխարգել էլ, կարծես թե ամեն ինչ գալիս է ընտանիքից եւ ընտանեկան ծնողներից, միջավայրից, բայց այս պարագայում, եթե հասկացանք, թե ինչ անի ընտանիքը, որպեսզի կանխի այս ամեն ինչը երեխայի մոտ, ինչ անի սոցիումը, ինչ անի հասարակությունը, որպեսզի կանխարգելի այս ամեն ինչը, ինչպիսի գործողություններ պետք է իրարել այսօր, որ զերծ մնալ այսպիսի իրավիճակներից։ Հուսամ մենք հասարակությունը եւ ընտանիքը չենք տարաբաժանում, որովհետեւ մենք ինչու ենք ընտանիքից խոսում, որովհետեւ երեխայի համար մինչև չափահասության տարիքը պատասխանատու է նրա խնամքով զբաղվող մեծահասակ։ Ուստի եթե ես եմ հասարակությունը եւ դուք, հենց այս պահին մենք մեր գործը բավականին լավ ենք անում։ Երկուշաբթի, առավոտ եւ մեր կյանքի կարևոր թանկ ժամերը նվիրում ենք հենց այն ընտանիքներին, որտեղ դրա կարիքը կա։ Որտեւ հասարակությունը չի կարող ընտանիքից անջատ ընկալվել եւ բակում ապրող մի քանի մարդ զբաղվեն կանխարգելմամբ։ Նրանք կարող են միջամտել, երբ որ երկու երեխա իրար ծեծում են։ Հասարակության անտարբերությունն էլ իրականում, եթե ձեր հարցի պատասխանը շարունակեմ, չի դադարում մնալ որպես կարևորագույն պատճառ։ Ամենակարևոր պատճառը չէ, բայց երկրորդ կամ երրորդ տեղում կարելի է տեղադրել։ Անտարբերությունը այն է, որ թող իր դաստիարակությամբ իր հայրը զբաղվի, կամ դե ինչ գործնա գնամ խառնում եմ երկու լակոտի ծեծկրտուքի։ Այսպիսին են շատ հաճախ ասում, միջին տարիքում ապրող բավականին մեր համար խելացի աչքի ընկնող մարդիկ։ Ոչ։
Բայց երբեմն ճիշտ, ոչ ճիշտ միջամտելը կարող է հակառակ ավելի վատ ռեակցիա առաջացնել, ոչ ճիշտ միջամտելը։ Օրինակ, երբ որ փորձի ինչ-որ մի դու խառնվես կամ հակառակ ինչ-որ այլ սկզբունքներ իրանց մեջ սերմանես։ Ամեն դեպքում ճիշտը խառնվելն է, ոնց հասկացաք։ Գիտեք, պետք է ուժերն է ճիշտ գնահատել։ Եթե 2-16 տարեկան բավականին ուժով երիտասարդներ են վիճում եւ զառան փորձի խառնվել, նրա կյանքը իրականում կարող է լինել վտանգի մեջ, որովհետեւ կա այնպիսի հուզական կուլմինացիայի բա, որտեղ նրանք չգիտակցելով կարող են վնասել զառային, բայց եթե կուլմինացիա չկա, կարող են ասել տարածքում աղջիկ է, կին է եւ վեճը դադարեցնեն, այսպիսի դեպքեր էլ է լինում։ Բայց կարելի է ուղղակի ահազանգել այդ պահին ոստիկանություն։ Ես ուզում եմ ասել հաջորդ կետը, որ եթե ուժերը ճիշտ են գնահատում, մենք իրականում պետք է հիշենք, որ քաղաքացու պաշտպանությամբ զբաղվում է ոստիկանությունը։ Բայց կարծրատիպ կա է, գնահես, ես ինձ կարող եմ թույլ տալ ոստիկանություն կանչել, բայց շատ սխալ կարծրատիպերի, ինչ որ փողոցային հասկացությունների շրջանակում գործ տալա դա եւ բռնել տալու։ Այս արտահայտությունն էլ է դեռահասների մեջ շատ արմատացած, որ բռնել տվեց։ Նա չի ընկալելու, որ մենք փորձեցինք այդ մեկ զանգով պաշտպանել, իրականում պետք է հենց այս եթերից էլ ասել, որ գործ տալը եւ բռնել տալը շատ հնացած եւ ոչ ակտուալ արտահայտություն են, որովհետեւ հենց այդ ծածկադմփոցի պատճառով էլ շատ ասոցիալ երևույթներ ոչ մի կերպ տոկոսային բարձր հորիզոնականներից չեն իջնում ներքև։ Բայց մի հատ մեր օրինակով էլ կարող ենք ամրապնդել այդ միտքը, որ այսօր ես չեմ հիշում մի տղա, որը իմ տարիներին, դեռահասության տարիներին եղել է վատ տղա, կռվարար տղա եւ այսօր ինքը հաջողության է հասել ոչ հարգելիներ, բոլորը տարիների ընթացքում, եթե չեն ուղղվում, իրենք կորում են, սիրելի տղաներ։ Այս երևույթը իրականում կա ու ես ինձ այդ մտքի վրա բռնել էի, որ ով այն ժամանակ, այսպես ասած, կրուտոյ էր, ոչ մի բան չէր անում, բացի փողոցում չափչփելը, իրանք չկան ուղակի, կամ ինչ-որ հաստատություններում են։ Այդ դա ինչքանով կարող է օգնի, որ մենք տղաներին ասենք, դե ապագան սա է։ Եկեք օգտագործենք այստեղ հոգեբանության կարևորագույն օրենքը։ Եթե մենք օգնենք, որ մարդիկ մի քիչ դեռահասների դեպքում դժվար է, բայց չարչարվել արժե, պատկերացնեն իրենց արարքի հետևանքը, վստահ եղեք, չեն անի, որովհետև հետևանքը, եթե ես դաժան ծեծի ենթարկեմ, ինձ հասնում է պատիժ, եթե ես որևէ մեկին կյանքից զրկեմ, ես կունենամ ցմահ պատիժ, ապա որևէ դեռահաս չի ուզում, որ իր փոքր եւ ամենալավ տարիները անցնի պատժի համակարգի ներսում։ Եթե մենք հետևանքը խոսում ենք, որ եթե դուք այսօր պետք է լավագույնը ձեզ համար անեք եւ դա կրթվելն է, լավագույնը անեք եւ դա առողջ ապրելակերպն է, լավագույնը անեք եւ դա պլյուս մարզվելն է, ձեր մասնագիտական կողմնորոշմամբ զբաղվել է, դեռահասները սիրում են հարուստ բառը, ապա կապրեք հարուստ։ Ես շատ դեռահասներ, նաեւ լսարաններում խոշոր խմբերի դասը հաճախ սկսում եմ ով է եկել այստեղ դառնալու լավ մասնագետ կամ հարուստ։ Երբ որ արժանանում եմ ժպիտի, ասում ճիշտ եք ասում։ Լավ մասնագետը հենց կարող է ինքը հարուստը լինել, ոչ թե լավ մասնագետ եւ հարուստ, որտեղ հետ խորհրդարանային շրջանը բերեց մի վատ հետևանքի, ովքեր լավ էին սովորել, ինժեներ, եկեք մեր բակից մեջ բերում անեմ, նրանք մի շատ երկար ժամանակ ապրեցին վատ, մինչև եկավ այդ նույն կրթությամբ ու գիտելիքներով ծրագրավորում մասնագիտությունը։ Ու հիմա նրանք շատ ավելի լավ են ապրում, եւ այո, շատ ավելի լավ են ապրում եւ շատ կրուտոյ որ դպրոցում փորձել են այդպես լինել, ասում են չկա կուրսեր, մենք է գնանք սովորենք, ամիսը մի քանի միլիոն աշխատենք, բնականաբար դա ժամանակ չկորցնելու մասին է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալություն այս առավոտ այս շատ կարևոր թեման մեր տաղավարից բարձրաձայնելու համար։ Հիշեցնենք սիրելի հեռուստատող, մեր տաղավարում էր հոգեբան Մարիամ Մեհրաբյանը եւ մենք նշենք։ Եվ փակագծերը չեմ ուզում շատ բացենք, այո, որ անհամբերությամբ սպասեք։ Մարիամ Մեհրաբյանը միանալու է մեր թիմին, բայց թե ինչ ձևաչափով եւ ինչերի մասին ենք մենք խոսելու։ Եվ այնպես որ հետևեք մեր եթերներին, որպեսզի առաջինը իմանաք, իսկ հիմա ձեզ առաջարկում ենք դիտել գովազդ եւ վերադառնալ։ Շնորհակալություն։ Գովազդ Չանթի եթերում։